Այս տեսնում ենք տարածաշրջանը կրակների մեջ է, ծոցի երկրները ներքաշված են պատերազմի մեջ, Իրանը այլևս ուլտիմատում է ներկայացնում Միացյալ Նահանգներին, ասելով, որ պատերազմը կդադարեցնի բացառապես այն ժամանակ, երբ որ ինքը ցանկանա եւ բացառապես Իրանի նախապայմաններով։ Իսկ նախապայմանները հետևյալն են. Միացյալ Նահանգները պիտի փոխհատուցի այս ընթացքում պատերազմի այս օրերին Իրանի կրած կորուստները ամբողջությամբ եւ ամերիկյան հետքը պիտի դուրս գա Պարսից ծոցից։ Իր հերթին Թրամփը այլևս սպառնում է շատ ավելի լայնամասշտաբ գործողություններով եւ հայտարարեց, որ այսուհետ ամերիկյան տանկերները, ռազմական նավերը կուղեկցեն Հորմուզի նեղուցով անցնող նավթատար տանկերներին։ Եվ թվում էր, թե այս կարևորագույն իրադարձությունները պիտի դառնան հայկական լրատվական հոսքերի, քաղաքական, փորձագիտական քննարկման շրջանակների թոփ թեման, բայց ինչպես եւ կանխատեսվում էր, բացում ենք մեր ամբողջ սոցիալական մեդիան, սոցիալական կայքերը, հարթակները, լրատվամիջոցները եւ բնականաբար հիմնական թեման top 1 նյուզը դա Նիկոլ Փաշինյանի լավաշն է, որ նա ուտում է իրենց ուրախ ավտոբուսում։ Երբ որ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թելադրել օրակարգ եւ ինքը շարունակում է իրենով լցնել ամբողջ մեդիան, սոցիալական, լրատվական հարթակները, շատերը ասում են, դե այդպես չի, պարզապես ինչ որ անհեթեթ բաներ է անում, որոնք դառնում են քննարկման առարկա։ Ես նորից եմ կրկնում, անհեթեթ ում համար, անհեթեթ ինձ համար, անհեթեթ հասարակության մի սեգմենտի համար, բայց արդյոք այն էլեկտորատի, այն սեգմենտի համար, որին ուղված է կուկուռուզը, պերաշկին, այսօր էլ սենց պրճոկվող լավաշը, դա անհեթեթ է։ Պնդում եմ ոչ, որովհետև այդ տեխնոլոգիաներով Նիկոլը հասարակության այն սեգմենտին, որին ամեն օր ուղված են իր այդ կարգի քայլերը, ասում է այն Մաուգլիի նման՝ «Մի с тобой одной крови», ես քեզանից մեկն եմ, ես քո ծնածն եմ, ես եւ դու մեկ ենք։ Իսկ ինչ է անում այս ընթացքում հականիկոլ ճամբարը, այո, միանգամայն իրավացի եք, իր հնարավորությունների, իր ազդեցության տակ եղած բոլոր ռեսուրսներով, մեդիա, փորձագիտական եւ այլն, որովհետեւ տեսնում ենք սոցիալական ցանցերում բոլոր այսպես ասած ղժում են եւ ղժալով տարածում են այն, ինչը Նիկոլը